Այս թխված քաբլիթները թխելիս խորհուրդ կտամ միանգամից պատրաստել կրկնակի չափաբաժնով, քանի որ ստացվում է շատ փխրուն ու անչափ համեղ։ Խանութից նման համեղ թխված քաբլիթներ երբեք չեք գնի։ Բաղադրատոմսը բյուջետային է, պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում։ Իսկ դուք մի մոռացեք հավանել և պահպանել բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք։ Քերում ենք 1 կիտրոնի կեղևը, տրորում ենք 2 ճաշի գդալ շաքարավազի հետ միասին, որպեսզի կիտրոնի բույրը ավելի լավ բացվի։ Ավելացնում ենք 1 ձու, 200 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն, 70 մլ անհոտ բուսայուղ։ Համերը հավասարակշռելու համար պարտադիր կօգտագործենք 1 պտղուն ծաղ, վերջում ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդա։ Թաց բաղադրիչները խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա, մաղելով ավելացնում ենք 380 գրամ ալյուր։ Աշխատանքային սեղանի վրա 1-2 րոպե հունցելուց հետո ստանում ենք ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Բացում ենք խմորը 2-ից 2,5 սմ հաստությամբ, բաժակի օգնությամբ կտրում ենք, տալով կիսալուսնի ձև։ Ձևավորելուց հետո մնացած խմորը հավաքում ենք և կրկնում ենք գործողությունը։ Որպեսզի մի փոքր քաղցրություն և խրխրթանություն հաղորդենք, թխված քաբլիթները մի կողմից թաթախում ենք շաքարավազի մեջ, թխում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցում մինչև համաչափ գեղեցիկ կարմրեն։ Այսօր էլ կիտրոնի նուրբ համով խրխրթան անչափ համեղ նման թխված քաբլիթների բաղադրատոմս, դուք էլ պատրաստեք և անուշ արեք։ Առայժմ